Շնորհակալություն պարոն Վարդանյան, բարև ձեզ հարգելի գործընկերներ, փորձեմ հակիրճ մի քանի րոպեում ներկայացնեմ 2023 թվականի կառավարության գործունեության ընթացքում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների հիմնական ուղղություններին, այնուհետև մեծ սիրով կպատասխանեմ բոլորին հետաքրքրող հարցերին։ Նախ եւ առաջ ուզում եմ անդրադառնալ Երևի թե ամենակարևոր բարեփոխումներին, որոնք իրականացվել են հենց դատական բլոկում, բոլորիս համար գաղտնիք չէ, որ մեր քաղաքացիները շատ հաճախ բողոքում են դատարանների գերբեռնվածության արդյունքում տեղի ունեցող երկարաձգումներից, նիստերի, վարույթների եւ այս ուղղությամբ 2023 թվականի իրականացված բարեփոխումները իրոք բեկումնային էին եւ դրանց մեծ մասը օրենսդրական բարեփոխումներ էին, որը հենց ձեր շնորհիվ եւ ձեզ հետ աշխատանքի արդյունքում են իրականացվել։ Հատուկ ուզում եմ անդրադառնալ 2 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման որոշ գործերի վերապահումը նոտարներին, ինչի արդյունքում արդեն իսկ հսկայածավալ բեռնաթափում է տեղի ունեցել քաղաքացիական դատարաններում, իսկ ակնկալվող արդյունքը շուրջ 70-80%-ով բեռնաթափումն է։ Այս ուղղությամբ ասեմ, որ հատուկ էլեկտրոնային սոֆթը արդեն պատրաստ է, գործում է եւ process-ները գնում են առողջացում։ Քաղաքացիական, վարչական եւ սնանկության վարույթներում ընդլայնվել է գրավոր կարգով քննարկվող հարցերի շրջանակը, տեխնիկական թերությունների պատճառով հայցադիմումը վերադարձնելու գործառույթը վերապահվել է դատարանի աշխատակազմին, դյուրացնելով փաստաթղթերի շտման գործընթացը։ Բարձրացվել են դատավորների աշխատավարձերը, սա շատ կարևոր ռեֆորմ էր այն իմաստով, որ ինչպես գիտեք, միջին սանդղակը, որ 3 միլիոն բնակչության հասնում է 1500 դատավոր, մեզ մոտ առանց այն էլ շատ քիչ էր եւ 300 դատավորի շրջանակներում է տատանվում, բայց նույնիսկ այդ 300 դատավորը չէր լինում համալրել եւ 2023 թվականին միայն այս աշխատավարձային բարձրացումների արդյունքում եւ վարչարարության շնորհիվ է, որ վերջապես կարողացել է դատական համակարգը համալրել իր 300 դատավորները։ Ձեզ հետ միասին 22 թվականի ավարտին բարձրացվեցին Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը, իսկ 23 թվականին հաշվետու ժամանակահատվածում 60% հավելում սահմանվեց Առաջիացյանի դատարանների դատավորների համար եւ 55%-ով ավելացավ Վերաքննիչ դատարանի դատավորների աշխատավարձը։ Սրանով կարելի է ասել ամբողջացվել է դատավորների աշխատավարձերի բարձրացումը բոլոր ատյաններում։ Ինչպես տեղյակ եք, նաեւ հակակոռուպցիոն դատավորների երաստիճան համակարգում բավականին բարձր աշխատավարձեր են սահմանված։ Շատ արդյունավետ եւ էական առաջընթաց են գրանցրել այս տարի թվայնացման ուղղությամբ։ Նախ պետք է հպարտությամբ նշեմ, որ էլեկտրոնային քաղաքացիական գործերով համակարգը արդեն գործում է փետրվարի 1-ից, արդեն մոտ 850 հայցադիմում մաքագրվել է եւ այդ ամբողջը էլեկտրոնային է, նյութերը, կրիչները, 3 թեժգծեր են գործել ողջ ընթացքում եւ ի ուրախություն մեր գործընկերների շատ քիչ են եղել, ինքներդ կարող եք նկատած լինել, որ սոցիալական հարթակներում դժգոհությունները բողոքներից նման ծավալի մեծ հարթակները դժվար է կառավարել, համագործակցել ենք այստեղ դատական դեպարտամենտի հետ, հատուկ շնորհակալություն փաստաբանական պալատին աջակցության համար եւ կարողացել ենք արդեն ճիշտ կառավարելով անցնենք երկրորդ փուլ, զարգացնելով գնանք նրան, որպեսզի տարվա վերջ իրար հետ սկսենք քննարկել, որ նաեւ ֆիզիկական անձանց համար այս հարթակը լինի պարտադիր, բայց դա կանենք միայն երբ որ այդ իդենտիֆիկացնող մեր քարտերի հարցը երկրում լուծվի։ Նույն տրամաբանությամբ մշակվել եւ շուտով կգործարկվեն նաեւ սնանկության եւ հաշտարարության էլեկտրոնային համակարգերը, սրանց մրցույթները կայացած են, հաղթողներ ունենք, համակարգերը արդեն համարյա պիլոտային փուլում են գտնվում, նաեւ կատարելագործվել է դատական գործերի էլեկտրոնային մակագրության համակարգը եւ արդյունքում մակագրության ժամանակ հիմք է ընդունվում նաեւ գործերի բարդությունը, երևի թե նկատած կլինեք, որ նույնիսկ մեր ընդդիմադիր
պարտադիր գործիչները շուրջ 1 տարի է արդեն չեն կարողանում բողոքել մակագրության խնդիրներից, որովհետև արդար օբյեկտիվ մակագրություն է եւ երբեք ոչ մեկ չի կարող կանխատեսել, թե որ դատավորն է քննելու այս կամ այն գործը։ Ամբողջությամբ թվայնացվել է հարկադիր կատարման վարույթը եւ մեր քաղաքացիներին տանջող այն խնդիրը, որ շատ երկար է, շուտ մեկ ամիս էր տևում կատարողական վարույթով նախատեսված վճարից հետո այդ ապահարկելադրումը, այսօր արդեն տևում է շատ արագ մի քանի օրերի ընթացքում, բայց ինքը զարգացող process է եւ հենց հիմա էլի տեխնիկական բազմաթիվ նոր լուծումներ են առաջարկում, այսինքն ամեն ամիս, ամեն եռամսյակ նոր լուծումներով առաջ ենք տանելու process-ը։ Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված քննչական գործողությունների տեսաձայնագրման համար ձեռք ենք բերել անհրաժեշտ քանակի տեսախցիկներ եւ cloud սերվերային տնտեսությունը այժմ պատրաստ է եւ օրենքով սահմանված բոլոր հարցաքննությունները այսօր տեղի ունենում տեսախցիկի առաջ, այսինքն հետագայում դա օգնելու է թե դատավարությունների ընթացքում, որպեսզի ցուցմունք տված անձը չկարողանա հեշտությամբ հրաժարվել իր տված ցուցմունքներից կամ ինչ որ այլ հիմնավորումներով փորձել խուսափել, նաև սա մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է, որ մարդը գիտի, որ քրեական հետապնդման կամ ուղղակի որպես վկա գործումներ գրավելու իր ամեն բառը դա ձայնագրվում է եւ ինչ որ մի օր հանրայնացվելու է։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 23 թվականին իրականացված բարեփոխումներն արժանացել են միջազգային բարձր գնահատականի ՏՀԶԿ 5-րդ փուլի Հայաստանի վերաբերյալ զեկույցում կատարողական 9 ոլորտից ամենաբարձր միավորը տրվել են հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը, Հայաստանը դուրս է եկել Գրեկոյի գնահատման անհամապատասխանության գործընթացից եւ արդեն համարվում է, այսպես ասած, բավարար կատարողական ունեցող երկիր։ 23 հակակոռուպցիոն բլոկում շատ կարևոր էր, որ հունիսի 15-ից անցած տարվա գործարկվել է վերաքննիչ հակակոռուպցիոն առանձնացված դատարանը, ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը։ Ընդունվել է հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը ոլորտի մասնագետների եւ քաղաքացիական հասարակության հետ բացառիկ կոնսենսուսի պայմաններում։ Վերջերս ձեր հետ աշխատանքի արդյունքում նաև նվերների օրենսդրության որոշակի բարելավումներ են տեղի ունեցել, բայց այս process-ը նույնպես շատ դժվար ու բարդ ռեֆորմ է եւ առաջիկայում նախատեսում ենք ձեր դատին ներկայացնել դրա ավելի ընդլայնված եւ գիտեմ բոլորի համար հետաքրքիր ռեֆորմի կատարելագործումը, բայց արդեն հիմքերը 23 թվականին գծվել են։ Կատարելագործվել է ազդարարման համակարգի իրավական մեխանիզմները, ընդլայնվել են ազդարարման տեսակները եւ նաեւ համապետական արշավ ենք սկսել, ինչի արդյունքում մոտավորապես արդեն այսօրվա դրությամբ 80%-ով ավելացել են թե ազդարարման քանակական ցուցանիշները, թե որակական, այսինքն եթե առաջ մարդիկ ազդարարում էին տալի, որից հետո լավ չէին պատկերացնում հետևանքներ կամ շատ անորակ էր, ինչի հետևանքով իրավապահը հսկա ռեսուրս էր ծախսում, այսօր մեր դատախազության գործընկերների հետ ամփոփում ենք, որ նաեւ որակական աճ ենք ունեցել։ Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը հունվարի 1-ից այս տարվա պետական եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետությունների կողմից հիմնադրված հիմնադրամների 50 եւ ավել տոկոսայի եւ համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները պարտավոր կլինեն ներկայացնելու իրավիճակային հայտարարագիր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով։ Հստակեցվել են շահերի բախման անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները։ Այս տարի հատուկ կարևոր էր եւ ռեֆորմային էր մեր պրոբացիայի ծառայության համար, ինչպես տեղյակ եք 23 թվականի հունվարի 1-ից տնային կալանք եւ վարչական հսկողություն է կարողանում դատարանը կիրառել, ձեռք ենք բերել մոտ 800 համապատասխան սարքավորումներ, լեհական միջազգային առաջատար կազմակերպություն է եւ արդեն այսօր ունենք
մոտ 900 պրոբացիայի շահառու, որոնք այսպես ասած չեն հայտնվել բանտում, որովհետև մեր ու ձեր իրականացված բարեփոխումների արդյունքում դատարանը հնարավորություն ունի նաև տնային կալանք եւ վարչական հսկողություն կիրառել։ Առաջի մի քանի ամիսներին տեխնիկական խնդիրներ ունեին կապված, որ կեղծ ահազանգեր էր ստացվում, նաև ահազանգեր, որոնք իրական էին, բայց մեր մոտ չէր արտացոլվում, բայց արդեն վերջի եռամսյակում արձանագրում ենք, որ համակարգը շատ լավ աշխատում է։ Քրեակատարողական հիմնարկներում ունեցել ենք որոշակի բարեփոխումներ, սակայն այսպես ասած ռեֆորմային հաստատ չենք բնութագրի քրեակատարողական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, հիմնական շեշտը դրվելու է այս տարի հենց քրեակատարողական ոլորտում փոփոխությունների վրա, թե ներքին վարչահարության, թե կադրերի ատեստավորման արդյունքում տեղի ունեցող հիմնական փոփոխություններով, որովհետև տեխնիկական հագեցվածությունը իրականացվում է, բայց հիմնականը հենց մարդն է եւ քրեակատարողական ծառայողն է, որի վրա որ պետք է այդ ներդրումը արվի, իսկ ներդրման հիմնական միջոցը կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում դա ատեստավորման արդյունքում բարձր աշխատավարձով նորմալ որակով ծառայող ներգրավվել է, բայց այնուամենայնիվ 23 թվականին վերջնական գործարկվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկում այդ տեսախցիկային վերահսկողական ինստիտուտը, որի արդյունքում բավականին շատ քչացել եւ շատ արագ հայտնաբերվում են բոլոր տեսակի հենց ներ-ՔԿՀ կան հանցագործությունները, Սևան քրեակատարողական հիմնարկներում ունենք շենքի վերանորոգում, Աբովյան քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել է կանանց տեղամասը եւ նաեւ քրեակատարողական հիմնարկում օրենսդրորեն ներդրվել է ատեստավորման համակարգ։ Ազատազրկման ձևով պատիժ կրող եւ կալանավորված անձանց համար իրականացվել են կրթական ծրագրեր, նոր բարեփոխումների արդյունքում սովորելու իրավունքից օգտվել է 19 տարեկան 10 անձ, իսկ 19 տարեկանից բարձր, մինչև 19 տարեկան 10 անձ, իսկ 19 տարեկանից բարձր 138 անձ։ Նաև այս տարի պրոբացիայի եւ հարկադիր կատարման ծառայության ուղղությամբ պիլոտային ծրագրեր են իրականացել, դա շարժական տրանսպորտային գրասենյակներն են, այսինքն պրոբացիայի շահառուները ոչ թե գնում մտնում են մարդկանց տները, որտեղ մանկահասակ երեխաներ կան ու այդ գործառույթը իրականացնում են, այլ նոր կահավորված մեքենաներով գրասենյակներ են դրանք, հրավիրում են, մարդը գալիս է կոնկրետ վայր կամ իր բնակավայր ու այդ բոլոր գործառույթները իրականացվում են, նույնն էլ հարկադիր կատարման ծառայությունում ու մոտ սեպտեմբերին ամփոփելով արդյունքները կհասկանանք արդյոք պետք է շատացնել եւ այդ ֆիքսված գրասենյակների փոխարեն ամբողջությամբ անցնենք շարժականին։ Այլ ուղղությունների շրջանակներում կուզեմ հատուկ անդրադառնամ Մարդու պաշտպանության ազգային ռազմավարության նոր 2023-25 թվականի գործողությունների ծրագրի ընդունմանը, որը նույնպես քաղաքացիական հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում մշակված նախապրոդուկտ է, նաև մշակվել է շահագրգիռ մարմինների քաղաքացիական հասարակության եւ Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել է ընտրական օրենսգրքի փոփոխության լայնածավալ փաթեթ, օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Ամերիկայի հայ իրավաբանական միության կողմից վերջապես հիմնադրվել եւ Հայաստանում գործում է արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան նոր կենտրոնը եւ արդեն 100 օրյա, այսպես ասած, փորձաշրջանը կենտրոնը անցել է եւ ուրախությամբ տեղեկացնեմ, որ շուրջ 1000 պայմանագրերում, այսինքն 1000 մարդ, իրավաբանական անձ, կազմակերպություն, նաեւ միջազգային կորպորացիա վստահել է իր հարցի լուծումը հենց մեր նոր արբիտրաժի կենտրոնին, որի անունն է ԱՄՔ։ Օրենսդրորեն նախատեսվել է հնարավորություն բողոքարկելու բարձրագույն դատական խորհրդի կարգապահական գործերով կայացված որոշումները, սա Գրեկոյի ռեկոմենդացիաներից է, իրար հետ ենք աշխատել, քաջատեղյակ եք բոլորդ, որտեղ հենց ԲԴԽ-ում երկաստիճան բողոքարկման մեխանիզմ է ստեղծվելու։
Եվ նաև վերջում արձանագրեմ, որ այս հաշվետու ժամանակահատվածում նաև մեծացվել է քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնության տրամադրման ֆոնդը, մասնավորապես հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձային ֆոնդին ավելացվել է 15%, իսկ ավելացող միջոցներն ուղղվելու են հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրությանը։ Այս հարցը վերջնական կարգավորված չէր եւ ստացվում էր, որ 6-ից հետո հանրային պաշտպանները, այսպես ասած, իրենց բարի կամքի դրսևորում որպես գնում էին եւ իրավապաշտպան գործունեություն էին իրականացնում, հարցը վերջապես կարգավորվել